քրեական դատավարությունից 315-րդ հոդվածում կայքորեն անդրադարձված է, որ եթե քրեական հետաքրքրումը դատարեցնում է միակ մեղադրյալներից մեկի նկատմամբ, ապա քրեական գործի վարույթը չի կարճում։ Անդրադառնալով նույն միջնորդությանը պետք է նշեմ, որ այն հիմնավորումները, որոնք լսեցին, գրեթե նույնությամբ ներկայացված են եղել նախկինում Վահան Քոչարյանի նկատմամբ խափանող միջոց կիրառելու, վարույթների շրջանակներում հիմնական և նաև նախորդող նախագահ դատավորի նախագահությամբ Երևան քաղաքի հանրահավաքության դատարանի տարբեր բողոքարկումների և տարբերացումներում նույնպես հնչեցվել են։ Եվ մի կարևոր հանգամանքի վրա պետք է որպես ուշադրություն հրավիրեմ, որ թեպետ սահմանադրական դատարանի որոշումը ՍԴՎ 1476, որը անմիջականորեն դրված է միջնորդության ներքուն և դրա հիմնավորումներն են որպես կարմիր թել անցնում միջնորդության ողջ ընթացքում, ընդունվել է 2019 թվականի սեպտեմբերի 4-ին, իսկ պարոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 2021 թվականին, այն բանից հետո, երբ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել քրեական օրենսգրքի 301 հոդվածը սահմանադրությանը հակասող և անհրաժեշտ ճանաչելու մասին։ Ընդունում այդ ողջ ընթացքում բողոքարկումներ են եղել, ինչպես խախտման միջոց կալանքը կիրառելու որոշման, այնպես էլ այլ ալտերնատիվների, և բոլոր այդ ակտերը մնացել են օրինական ուժի մեջ, և որևէ անգամ թե վերաքննիչ, թե մեկ անգամ վերաքննիչի կողմից, որ օրինական ուժի մեջ չի մտել, որևէ անգամ Մեղադրական դատարանի կողմից չի արձանագրվել, որ այս մեղադրանքի տեսանկյունից Վահան Քոչարյանը պետք է օգտվի գործառույթային անձեռնունքներությամբ։ Ավելին, այն ինչ վերաբերում է հենց ՍԴՎ 1476 որոշման վկայակոչմամբ պարոն Օբելյանի այն հիմնավորումներին, որ որոշումն ընդունվել է պարոն Քոչարյանի անհատական դիմումի վրա, և դրանով պարոն Օբելյանը ներկայացրեց, որ փաստացի դրա արդյունքում խախտվել է պարոն Քոչարյանի որևէ իրավունքի և դա արձանագրվել է սահմանադրական դատարանի կողմից։ Այո, սահմանադրական դատարանի կողմից արձանագրվել է խախտումը կայացել է նրանում, որ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասը, որը նախորդ քրեական դատավարության օրենսգրքի վարույթը բացառող հանգամանքների հետևարկված չի պարունակում բնույթ անձեռնմխելիությունը արտահայտված չլինելու հույսով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, ինչը նոր քրեական օրենսգրքով, քրեական դատավարության օրենսգրքով արդեն ուղղակիորեն նախատեսված է։ Այդ սահմանադրական դատարանի որոշումը վերաբերում է ոչ թե նրան, որ 35 հոդվածը պետք է լինել պարունակել նոր, որպեսզի հնարավորներ դադարեցնել, այլ առհասարակ պետք է պարունակել նման կարգավորում, որպեսզի այն դեպքում, երբ վարույթ իրականացնող մարմինը կամ իրավասու սուբյեկտը կհամարեր, որ անձեռնմխելիությունը հաղթահարված չէ գործառույթային, հնարավոր լիներ այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել։ Մինչդեռ ստեղ խոսքը գնում է ոչ թե այն մասին, որ սահմանադրական դատարանը հաստատված է համարել, որ գործում են գործառույթային անձեռնմխելիության հետ, որը տարածվում է մեղադրանքի տեսանկյունից և կարող է հանդիսանալ որպես վարույթը բացառող հանգամանք։ Այն իրավիճակի հետ գործում ենք, երբ ըստ էության դեռ պետք է դատարանը գնահատի գործառույթային անձեռնմխելիությունը այստեղ իրավերի, թե ընդհանուր անձեռնմխելիությունը։ Ինչի համար եմ սակայն հետ ընդգծում, որովհետև այս նույն բաները ըստ էության ասել է Վճռաբեկ դատարանը 2018 թվականի նոյեմբերի 15-ի, ձեր միջնորդություն 25 է նշված, նոյեմբերի 15-ի որոշման մեջ է, ինչ է ասում Վճռաբեկ դատարանը բեկանելով վերաքննիչ դատարանի որոշումը։ Ասում է, դու չես քննել հիմնավոր կասկածը, դու նույնպես չես ուսումնասիրել, դու չես գնահատել, և առանց դրա դու չես կարող անդրադառնալ այն հարցին, գործառույթային անձեռնմխելիությունը այս իրավիճակում առկա է, թե ոչ։ Եվ նույնը պետք է տեղափոխվի նաև այս վարքի նկատմամբ։ Եթե վերաքննիչ դատարանը այն ժամանակ և առաջի հայցանի դատարանը կալանքի վերաբերել միջնորդության վերաբերյալ կայացված դատական ակտի դատական ստուգման ենթարկելիս պետք է ամեն դեպքում անդրադառնալ հիմնավոր կասկածին այն չափանիշով, այն տիպիկով, որը սահմանված էր այդ ժամանակ, այսինքն հիմնավոր կասկածի տիպիկով, ապա այս պարագայում ուղղություն ենք արդեն հիմնավոր կասկածից վերահսկողական չափանիշի հետ, որը առաջնորդվում է դատարանը։ Ուստի գտնում եմ նաև, որ հենց դրանով պայմանավորված այս միջնորդությունը ստուգում չի կարող գնահատվել, բացի այն, որ անհիմն է և անդրադառնալով հիմնավորումներին, նաև այն պատճառով, որ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածը թույլատրելի է համարում նախնական դատավարությունների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու և
քրեական վարույթը կարգելու հնարավորությունը, եթե դա հնարավոր է առանց վարույթի ապացույցների հետազոտման։ Մինչդեռ, եթե ինք ընդունենք թե ՍԴՎ 1476, թե վճռաբեկ դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշումների տրամաբանությունները եւ իրավական դիրքորոշումները, նրանցից ուղղակիորեն հետևում է, որ գործառույթային անձեռնխելիության առարկայության կամ բացակայության հարցին կարող է պատասխանել, ինչը պայմանավորված է նախագահի ինստիտուտի առանձնահատկություններով, չեմ ուզում ընդգրկվել սահմանադրական դատարանի մեկնաբանությունների մեջ, պարոն Օրբելյանը բավականաչափ դրանք ներկայացրեց եւ բոլորիս ձեռքի տակ առկա են այդ որոշումները։ Այդ հարցին պետք է պատասխանի դատարանը, քանի որ նա պետք է որոշի արդյոք տվյալ իրավիճակում նախագահը գործել է իր կարգավիճակից, թե վերազանցել է իր լիազորությունները։ Ընդ որում, ես կարծում եմ, որ պարոն Օրբելյանը պատահաբար չէ, որ օգտագործում են իրավունքի լիազորությունները չարաշահել ձևակերպում, որպես բարձրակարգ արհեստաբար հաստատան ես վստահ եմ նա պատահաբար դա չարեց, որովհետև այն հիմնավորումները, որոնք ներկայացվել են պարոն Օրբելյանի կողմից, բավականին հեշտ է պրոյեկտավորել հենց չարաշահման արձագանքություն, որը նախատեսում է պաշտոնական անձի կողմից որևէ լիազորությունը չկատարելը կամ որևէ լիազորությունը ծառայության շահին հակառակ օգտագործելու։ Եվ այդ պարագայում գործառույթային անձեռնխելիության ինստիտուտը մի քիչ ավելի հեշտ է օգտագործել որևէ հիմնավորում ներկայացնելու համար, բայց այս պարագայում խոսքը գնում է ոչ թե լիազորությունների չարաշահման, այլ լիազորությունների անցման դրսևորման մասին, որը, ինչպես հայտնի է, բոլորիս ունենում է մի քանի տարատեսակներ։ Օրինակ, անձը առհասարակ չունի, պաշտոնական անձը առհասարակ չունի լիազորություն, որը իրականացնում է, կամ օրինակ ունի լիազորություն, որը կարող է իրականացնել որոշակի վավերապայմանների առարկայության դեպքում, դասագրքային օրինակ, քննիչները ունեն բնականում խուզարկություն կատարելու իրավասություն, դա քննիչի լիազորությունների մեջ առկա է, բայց նա խուզարկությունը կարող է կատարել բացառապես այն դեպքում, երբ ունի դատարանի կողմից այդ խուզարկությունը թույլատրելու մասին որոշում։ Եվ այս ամենի համատեքստում գտնում եմ, որ այն հարցերը, որոնք բարձրացվել են պարոն Օրբելյանի կողմից, նաև պարոն Քոչարյանի կողմից բուն ճշտության վերաբերյալ, կարելի է այդ հարցերի պատասխանել որոշակի փաստական տվյալներ հետազոտելու եւ դրա արդյունքում որոշակի եզրահանգումների գալու արդյունքում հետևանքում։ Ուստի այս պահին այս միջնորդությունը չի կարող քննարկվել, իսկ եթե քննարկվել, գտնում եմ, որ այն պետք է մերժվի, քանի որ այս հարցերը նախկինում արդեն բազմիցս քննարկվել են, որևէ իրավական փոփոխություն դրա անցած ժամանակահատվածում չի եղել եւ չներկայացված որևէ նոր հիմնավորում, որը դատական ացիաների կողմից սպառիչ պատասխանատու չունենա։ Խնդրում եմ մերժել միջնորդությունը կամ առնվազն հետաձգել